Ջերմ ողջույն արգելի հետևորդներ, այսօր կներկայացնեմ ձեր ուշադրությանը, թե ինչպես կարելի է պատրաստել հնդկածավարը շատ համեղ բաղադրատոմսով, այնպես որ դուր գա բոլորին։ Առաջարկում եմ արագանցնել գործի։ Այսպիսով մեզ անհրաժեշտ է մոտ 400 գրամ հնդկածավար, որը նախօրոք անպայման կերպով մաքրում ենք։ Ամեն բան կարող է լինել, ինքներդ գիտեք, անկախ բրենդից եւ տեսակից։ Մեզ անհրաժեշտ է լինելու սոխ, մեկ այսպիսի սոխ եմ վերցրել եւ կեսնել կօգտագործենք փոքր։ Անհրաժեշտ է 1 գազար, թարմ համը եմ վերցրել, բուսայուղ, կարագ, խմելի սունելի, աղ եւ սև պղպեղ։ Կարող եք կարմիր քաղցր պղպեղ էլ ավելացնել կամ դրա փոխարեն օգտագործել լոլիկ կամ տոմատի մածուկ, ինչու ոչ։ Սակայն այսօր ես պատրաստել եմ առանց այդ բաղադրիչների եւ հավատացեք պակաս համեղ չի լինելու։ Սկսում ենք սոխը կտրատելուց, կբաժանենք երկու մասի եւ կկտրատենք կիսալուսնաձև։ Եթե չեք սիրում կիսալուսնաձև, կարող եք ավելի բարակ կտրել, երկու մասի բաժանել եւ բարակեցնել։ Այսպես։ Սոխը այս բաղադրատոմսում քիչ չէ, ինչպես նկատում եք, քանի որ հիմնական այսպես համ հաղորդող բաղադրիչը սոխն է եւ պատկերացրեք, որ գազարն էլ ենք ավելացնում սոխին եւ ինչ է ստացվելու, ինչ հնդկածավար ենք ստանալու արդյունքում։ Գազարը բաժանում ենք այսպես երկու մասի։ Այս հատվածը ես կանցկացնեմ քերիչով, իսկ մյուսը կկտրատենք հետեւյալ կերպով, պոչը կհեռացնենք եւ ես կբաժանեմ հիմա գազարը այսպիսի կտորների, տեսեք, ոչ շատ հաստ, ոչ էլ շատ բարակ, քանի որ պետք է քառակուսի փոքրիկ կտորներ ստանանք, այսպես, տեսեք, մեկի վրա ցույց կտամ օրինակը, հիմա բաժանում ենք այսպես երկարավուն, մի քանի մասի, որից հետո շրջում եւ կտրատում ենք քառակուսիներ, այսպես։ Այսպիսի փոքր քառակուսիներ ենք ստանալու արդյունքում։ Ինչպես նշեցի, սա կանցկացնենք քերիչով։ Այս մնացել է կտրատել թարմ համեմը, միջին մանրության կկտրատենք, սակայն դա կօգտագործենք արդեն վերջում։ Հիմա մոտենանք կրակին եւ սկսենք պատրաստել հնդկածավարը թավայի մեջ։ Առաջներ թողնում ենք, որ ամբողջ հեղուկը գոլոշյանա, որից հետո ավելացնում ենք այստեղ միանգամից 100 մլ բուսայուղը եւ կավելացնենք կարագը ու կտապակենք գազարը եւ սոխը արդեն բոլորը միասին։ Ավելացնում ենք, կրակը բարձր չենք անում, միջին կրակի ներքո ենք պատրաստում։ Այսպես տապակելու ենք մինչև փափկելը եւ սոխի եւ գազարի թեթևակի եփվելը, որպեսզի որպես ընդհանուր արդյունք բոլոր բաղադրիչները լինեն պատրաստ արդեն։ Դրա համար ամենադժվար եփվողները, այսինքն գազարը, սկզբում ենք տապակում, փափկեցնում եւ անցնում առաջ։ Եվ ի դեպ ասեմ, որ այսպես էլ ավելի համեղ է ստացվում, քան թե եթե մենք տապակենք, օրինակ կամ միանգամից եփենք գազարը առանց տապակելու։ Մեկ-երկու րոպե անց, երբ մի փոքր փափկում է այս ամենը, ավելացնում ենք միանգամից սև պղպեղը, այսինքն համեմուխները, տաք բուսայուղի մեջ, պարտադիր։ Խմելի սունելին քիչ ենք ավելացնում, մեկ թեյ գտալ առավելագույնս, ոչ ավել։ Եվ աղը, որը հիմա ես չեմ ավելացնի, այլ կավելացնենք արդեն հեղուկը, այսինքն ջուրը ավելացնելուց հետո։ Կրկնում եմ, որ սովորական ջրի փոխարեն դուք կարող եք տոմատի մածուկ օրինակ ջրով բացել եւ ավելացնել կամ թարմ լոլիկ ավելացնել։ Սեզոնը բացվել է, ինչու ոչ կարելի է նաեւ այդպես
Մենք տեսնում ենք, դուք կզգաք իհարկե դա, որ փափկել է արդեն, գազարը, սոխը միջին պատրաստվածության է եկել, նշանակում է, որ ժամանակն է ավելացնելու այստեղ հնդկածավարը և հիմա այս ամենը արդեն միասին ենք շարունակում փափկելը, այսպես կավելացնենք և որպեսզի հնդկածավարի հատիկներ չմնան ափսեի մեջ, միանգամից հեղուկ այս ափսեի մեջ կլցնեմ և կավելացնեմ, դնում ենք մի կողմի վրա առայժմ և փափկում կրկնում ենք բոլորը միասին արդեն ևս 1-2 րոպե։ Ինչ ժամանակն է ավելացնել հեղուկը, սովորական սառը ջուր եմ ավելացնում տվյալ դեպքում այնքան, որ 2-ից 2.5 անգամ ավել ծածկված լինի այս ամենը, կարող եք ավելի քիչ ավելացնել, բայց պարբերաբար էլ ավելի շատացնել հեղուկի քանակությունը մինչև հնդկածավարի լիարժեք պատրաստ լինելը։ Այսքան ջուրը անհրաժեշտ, մոտավոր տեսնում եք 2 անգամ առնվազն ավել ծածկված է, եթե լինի անհրաժեշտություն կրկնում եմ խնդիր չկա, կարող ենք միշտ էլ հեղուկ ավելացնել։ Այս մնացել է այստեղ ավելացնել աղը, ընդհանուր առմամբ մեկ լիքը թեյի գթալ աղ կավելացնեմ այստեղ, վերջում կփորձենք, եթե անհրաժեշտ է կավելացնենք էլի։ Տարապես այսքան, բավական է։ Հիմա կծածկեմ կափարիչով և ցածր կրակով, ձեռք չենք տալիս, չենք խառնում եփվելու ընթացքում, թողնում ենք, որ հանգիստ այս ամենը եփվի և հնդկածավարը լինի պատրաստ։ Ինչ հարգելի ընկերներ, տեսնում եք, որ դեռ բավականաչափ հեղուկ կան ներքևում, տեսեք այս հեղուկը ամբողջությամբ պետք է քաշվի, որից հետո նոր կարող ենք հատուցել փիլավը, մոտ 5 րոպե դեռ պետք է եփվի և վերջ մեկ անգամ կխառնենք, կավելացնենք կանաչին և ամեն բան մեզ մոտ կլինի պատրաստ։ Վերջ հեղուկն էլ գրեթե քաշվեց, տեսեք բավական է այսքանը, և հիմա ավելացնում ենք կտրատված թարմ համանը, մեկ անգամ կխառնենք և կարող ենք արդեն անջատել և մատուցել։ Ինչ հարգելի ընկերներ, անչափ համեղ հնդկածավարը այս բաղադրատոմսով պատրաստ է արդեն, դուք էլ պատրաստեք, խոստանում եմ շատ համեղ է ստացվելու, գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում, իսկ մենք շուտով կհանդիպենք, շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, առայժմ։